Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ու մեծ հաշվով կոնկրետ սահմանապահ ծառայության ղեկավարի մասով ինքը մոտ 8-9 ամիս քննությունը անցել, հետո պարզվել է ոչ մի բանում եղավ, որ չի ամիսներ շարունակ այդ վիճակում ա եղել, ոնց հասկանում եմ, աշխատավարձել չի ստացել օրենքի վերումով, հետո չի փոխհատուցվում, մարդ ուղղակի այլ պաշտոնի է հետագայում նշանակում։ Տեսեք, արտաքին հետախուզական ծառայության ձևավորումից հետո անհայտ փոփոխություններ կան եւ ես ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը։ Մենք փակ նիստերում իհարկե հատկապես Քրիստինե Գրիգորյանի հետ այս հարցերը քննարկում ենք, բայց իմ ընդհանուր ընկալումը իրավիճակի մասով այն է, որ այն աշխատակիցները ազգային անվտանգության ծառայության, որոնք երկարամյա փորձ ունեն, համապատասխան գիտելիքներ ունեն եւ այլն, իրենք այնպես չի, որ ավտոմատ փոխանցվում են արտաքին հետախուզական ծառայություն եւ ինչպես ես եմ հասկանում, նրանց մեծ մասը ուղղակի աշխատանքից դուրս է գալու, որովհետեւ ինչու ոչ, եթե ավտոմատ չի փոխանցվում, փաստացի այն բազան կադրային, որ մեր պետությունը տարիներ շարունակ ձևավորել է, ինքը ստացվել է, որ չի ծառայելու պետությանը, քանի որ այլևս արտաքին հետախուզական առանձին ծառայություն գոյություն ունի, եւ ուզում եմ հասկանալ, թե նաեւ այլ երկրներում մեր դիվանագիտական կորպուսներում այդ աշխատանքը արդեն ձեր կողմից է իրականացվելու, թե արտաքին հետախուզական ծառայության կողմից է իրականացվելու, այնտեղ մի բառակապակցություն լսեցի անհարկի կրկնություններ։ Ես ուզում եմ հասկանալ անհարկի կրկնություններն ինչի մասին են, որոնք հիմա պետք է փորձեք բացառել։ Շատ առաջի կպատասխանեմ կադրային հարցին, ուրեմն մեր մոտից իհարկե որոշ պատրաստված կադրեր տեղափոխվել են նաև նոր ձևավորված արտաքին հետախուզության ծառայություն, բայց հետախուզական գործառույթը, որը ըստ էության 26 թվականի հունվարի 1-ից մեր մոտ էլ չի լինելու, դա չի նշանակում, որ այդ ստորաբաժանումը, որ եղել է, դադարելու է իր գործունեությունից, բայց այլ գործառույթներ ունենալով, չէ՞ որ այդտեղ համալրված են եղել, այդ ստորաբաժանում համալրված են եղել ոչ միայն նեղ մասնագիտական հետախուզական գիտելիքներ, հետախուզական գործունեություն իրականացնելու համար գիտելիքներ ստացած, այլ ընդհանրապես օպերատիվ աշխատանքով տարբեր ոլորտային ազգային անվտանգության վերաբերելի հետախուզական ներողություն, օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվող աշխատակիցներ, իրանք իրենց ուրեմն կշարունակեն իրենք աշխատել ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ այլ ստորաբաժանումներում։ Այսինքն իրենց ոչ մեկ չի պատրաստվում ազատել եւ իրենք չեն էլ ուզում ազատվել եւ իրանցից ճնշող մեծամասնությունը մեծ ցանկություն ունեն շարունակել ծառայությունը ազգային անվտանգության ծառայությունը։ Երկրորդ հարցը այլ երկրներում մենք նախատեսել ենք, որ այս փոփոխություններով ոնց որ եւ արտաքին հետախուզական ծառայությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը մի շարք երկրներում ունենալու է պաշտոնական ներկայացուցիչների ինստիտուտ, որոնք որ համագործակցելու են տեղակայման երկրներում իրավապահ եւ հատուկ ծառայությունների հետ պաշտոնապես ներկայացված են լինելու այդտեղ եւ դիվանագիտական ներկայացություններում են բնաբար իրենց գործառույթները իրականացնելու եւ իրականացնելու են հենց այդ արտաքին հակահետախուզական տրամաբանությամբ սերտ համագործակցելով նաեւ արտաքին հետախուզության ծառայության հետ, բայց կատարելով ազգային անվտանգության ծառայությանը վերապահված լիազորությունները։ Եթե կարելի է մեր իրավաբանական վարչության պետը դրա կպատասխանի։ Անհարկի կրկնություններ ձևակերպումը դուք երևի նկատի ունեիք ազգային անվտանգության մարմիններում ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ձևակերպումներն են վերանայվում, ընդհանուր սահմանափակումների վերաբերվող կարգավորումները համապատասխանեցում են հանրային ծառայության մասին օրենքի պահանջներին, ինչպես նաև անհարկի կրկնությունները երկու օրենքներում, ձևակերպումները մի օրենքից ուղղակի հանվում են, մյուս օրենքում ավելի ընդհանրական եւ որոշակի ձևակերպումներ են տրվում, օրինակ
Օրինակ բերեմ, այնտեղ մեր ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կազմակերպվում է երկու օրենքով՝ ազգային անվտանգության մարմինների մասին եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին։ Մարմինների մասին օրենքում ձևակերպում կա, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ օժանդակել նման գործունեությամբ զբաղվող անձանց, իսկ ծառայության մասին օրենքում ավելի ընդհանրացակ է սահմանափակումների թվարկումը, ընդ որում նաև նույն ձևակերպումը առկա է, որ արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Եթե ավելի մանրամասն Կարձագանքեմ։ Երբ ես ասում եմ արտաքին հետախուզական ծառայությունը, ԱԱԾ-ում գործող կադրային բազան, մենք չպետք է թույլ տանք, որ վերանա, նկատի չունեմ, որ այդ մարդիկ հիմա այլ գործառույթ են իրականացնելու, հասկացանք այլ գործառույթ են իրականացնելու, առանց գործի չեն մնա։ Իմ ասածն է, որ այն մարդիկ, ովքեր կոնկրետ մասնագիտացում ունեն, կոնկրետ գիտեն ինչ են անելու, իրանց գործով շարունակեն զբաղվել, արդեն եթե ինստիտուտը այլ է, այդ ինստիտուտում շարունակեն իրենց գործունեությունը։ Ի վերջո այնտեղ մարդիկ իսկապես շատ անփորձ, մեծ հաշվով անփորձ են լինելու։ Արտաքին հետախուզական նոր ձևավորված ծառայությունը չունի այն կադրային բազան, որ ունի այսօր ազգային անվտանգության ծառայությունը։ Հիմա երբ դուք որպես մխիթարանք ասում եք, այդ մարդիկ անգործ չեն մնալու ազգային անվտանգության ծառայության այլ գործառույթներ կիրականացնեն, ես հասկանում եմ դա, բայց իմ ասացի էությունը ուրիշ է, որ մարդիկ մասնագիտացել են կոնկրետ գործունեության մեջ ու լավ կլինի պետությանը ծառայեն կոնկրետ մասնագիտացումով եւ այդ երկու համակարգերի ներդաշնակեցումը պետք է շատ ավելի սինխրոն իրականանա։ Շատ շնորհակալություն։